Sportcast։ Ես Դավիթ Աղաբեկյանն եմ, Sportcast նախագծի հերթական թողարկումն է այսօր։ Այս թողարկման անդրադառնում ենք սամբո մարզաձևին, մարտարվեստին։ Իմ հյուրն է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը։ Պարոն Հայրապետյան, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Առաջին անգամն ենք այս մարզաձևին այս տաղավարում անդրադառնում եւ նաեւ առիթը իրադարձային է։ Նախորդ հանգստյան օրերին Երևանում ապրիլի 11-ին եւ 12-ին անցկացվեց աշխարհի գավաթի խաղարկությունը։ Իդեպ հարգելի ունկնդիրներ, աշխարհի գավաթը Հայաստանը հյուրընկալում է արդեն 3-րդ տարին անընդմեջ եւ պարոն Հայրապետյանը կխոսին թե այս մրցաշարի արդյունքների մասին, ինչ էինք մենք ակնկալում, եթե ես չեմ սխալվում, մինչ մրցաշարի մեկնարկը դուք ասուլիսով հանդես եկաք եւ ասուլիսում նաեւ գլխավոր մարզիչը հավաքականի մեր Հայաստանի նշեց, որ ակնկալում ենք առնվազն 7-8 մեդալ այս աշխարհի գավաթի խաղարկությանը եւ ել ավելի շատ մեդալներ նվաճեցինք։ Ինչ էինք ակնկալում, ինչ ստացանք։ Ողջունում եմ ձեզ, շնորհակալություն հրավերքի համար։ Աշխարհի գավաթը անցկացրեցինք ամենաբարձր մակարդակով, մասնակցությունը հյուրերի քանակը 500 հյուր ունեինք 21 երկրից։ Հայաստան էին եկել աշխարհի ուժեղագույն սպորտսմենները, աշխարհի Եվրոպայի չեմպիոններ, գործող չեմպիոններ, եւ այդ մրցումների ընթացքում Հայաստանը ցույց տվեց բարձր արդյունք։ Մենք նվաճեցինք 12 մեդալ, որից մեկը ոսկի եւ 11-ը բրոնզե մեդալներ, բավականին բարձր արդյունք է եւ 5-րդ տեղը գրավեցինք թմային հաշվարկով։ Սա լավ արդյունք է, կուզենայինք ավելի շատ ոսկի ունենայինք, բայց դե գորգը ցույց տվեց եւ այս արդյունքներն էլ կարելի է ասել վատը չեն։ Հայկական սամբոն ամեն օր քրտնաջան աշխատանքի արդյունքում ցույց է տալիս այս որակները։ Հույս ունենք, որ առաջիկայում ունենք Եվրոպայի առաջնություն, աշխարհի առաջնություն, մեր սպորտսմենները ավելի լավ հանդես կգան, քանի որ ամեն տարի մենք ցույց ենք տալիս, որ մի քանի ոսկի բերում ենք դեպի Հայաստան, Քայլ առ քայլ գնում ենք առաջ, այո։ Սա քիչ բան չէ, այո, ես ինչպես բացման խոսքում նշեցի, 7-8 մեդալ առնվազն մենք ակնկալում էր մեր հավաքականը, ստացավ ել ավելի շատ։ Իհարկե դուք նշեցիք եւ ես հասկանում եմ ձեզ, որ ոսկե մեդալների քանակությունն եք ավելի շատ շեշտում, որ լավ կլիներ, որ աշխարհի գավաթում նամանավանդ Երևանյան գորգի վրա ել ավելի շատ հաղթանակներ, տիտղոսներ ունենայինք, բայց այդ տիտղոսները արժևում են եւ հարգելի ունկնդիրներ հատուկ նշեմ, որ սա արդեն 3-րդ տարին անընդմեջ Երևանում անցկացված աշխարհի գավաթի խաղարկությունն էր եւ նաեւ միջազգային կառույցի այսպեսի որոշում կայացվեց, պարոն Հայրապետյան, դուք մանրամասնեք, որ աշխարհի գավաթը յուրաքանչյուր տարի Հայաստանում անցկացնելու։ Այո, մենք Հայաստանում անց ենք կացրել բավականին բարձր նշաձող ունեցող միջոցառումներ։ 2022 թվականին երիտասարդ պատանի դեռահաս մարտական սամբոյի աշխարհի առաջնությունն է անցել եւ անցկացման որակը եւ սպորտային որակը, բավականին բարձր էր։ Նման միջոցառում չի եղել ոչ մի երկրում, նման բարձր կարգի միջոցառում։ Եվ դրա արդյունքում նորից չի լինում նման բան, որ հաջորդ տարին էլ աշխարհի առաջնություն տան պետությանը։ 23 թվականին մեզ մոտ անցկացվեց մեծահասակների աշխարհի առաջնությունը։ Այս մարտահրավերը մեր պետությունը ընդունեց, որի համար մեծ շնորհակալություն եմ հայտնում, որ երկրորդ տարին մեծահասակների աշխարհի առաջնություն անցկացրեցինք, նույնպես բավականին բարձր անցավ։ Մեր այդ մրցումները հեռարձակվեցին Եվրոսպորտ 1, Եվրոսպորտ 2 հեռուստաընկերություններով, միլիոնավոր դիտումներ Հայաստանի մասին, սամբոն դարձավ նաև սպորտային այցեքարտերից մեկը Հայաստանի համար եւ մենք կարողացանք մեր պետության
դիրքը ու նշանակությունը սպորտային ասպարեզում, թե ինչպես կարելի է անցկացնել այս տիպի միջոցառումներ, Սամբոն էլ այդ գործընթացի մեջ իր գործն արեց եւ պարոն վարչապետի Նիկոլ Փաշինյանի եւ Վասիլի Բորիսովիչ Շեստակովի միջազգային սամբոյի ֆեդերացիայի նախագահի հանդիպման ժամանակ իբրև շնորհակալություն մեր պետությանը եւ մեր արած աշխատանքին Վասիլի Բորիսովիչը առաջարկեց, որ այսուհետ աշխարհի գավաթը կտան Հայաստանի եւ Հայաստանից չի գնա եւ պարոն վարչապետը դա ընդունեց եւ այդ արդյունքում մենք ունենք արդեն 3-րդ տարին անց է կացվում մեզ մոտ այս մրցումները եւ խոշոր ստուգատես է համենայն դեպս դե 21-22 երկիր գալիս է Հայաստան, ինչպես դուք նշեցիք, գրեթե կես հազար ներկայացուցիչ, դե պարզ է ոչ միայն մարզիկներն են, այլ նաև մարզիչները եւ հավաքականների այսպես անձնակազմը, բայց կես հազար այսպես ներկայացուցչական պատվիրակություններ դա քիչ փոքր չէ, ընդ որում 2 օրվա ընթացքում այսպիսի բարձր մակարդակով, ինչպես դուք եք նշում, այսպիսի բարձր մակարդակով մրցաշար անցկացնելու իդեպ սա նաև վարկանիշային մրցաշար է, չէ, տարվա համար։ Այո, տարվա առաջի վարկանիշային միջոցառումն է, որ այսինքն այս տիպի միջոցառումներին մասնակիցները, ովքեր այդ վարկանիշը ձեռք են բերում, նաև մասնակցում են ավելի բարձր վարկանիշային մրցումների մասնակցելու իրավունք են ստանում եւ ձգտումը բոլոր ուժեղագույններին գան այստեղ բավականին ընդգծված է եւ նաև փաստը, որ Հայաստանում է անցնում, քանի Հայաստանը դարձել է սամբոյի երկիր, իսկ Երևանը սամբոյի մայրաքաղաք, դեպի մեզ բերում է ուժեղագույններին եւ գալիս են այստեղ համ իրենց փառքի, համ իրենց ռեյտինգային միավորների, համ էլ մեր երկրի համար, քանի որ Հայաստանը իրենց տունն է դարձել։ Սա ուրախալի փաստ է մեզ համար։ Եվ ինչպես դուք եք նշում, յուրաքանչյուր տարի ուժեղագույնները գալիս են այս ժամանակակից սերունդը, ովքեր որ հանդես են գալիս սամբոյում եւ մեր այս զրույցից առաջ դուք նշեցիք, թե սամբո մարզաձևից, այս մարտարվեստից որքան հայտնի անուններ են դուրս եկել եւ որքան է այս մարզաձևը աշխարհում մեկ հայտնի դառնում յուրաքանչյուր տարի, հայտնի անուններ նկատի ունեմ չեմպիոններ, որոնք որ տարբեր այլ մրցաշարերի են խոշորագույն ամենամեծ դիտումներ ունեցող մրցաշարերի են մասնակցում, կարող եք նշել այդ անունները։ Կարող եմ մի փաստ ասել, որ առաջի աշխարհի չեմպիոնը ընդհանրապես ըմբշամարտի բոլոր ձևերից Հայաստանում եղել է սամբիստ Գառնիկ Հովհաննիսյանը։ Եվ Գառնիկ Հովհաննիսյանի չեմպիոն դառնալուց հետո այդ ոսկեփայլ արշավը սկսվել է Հայաստանում բոլոր ըմբշամարտի ձևերից, նաև սամբոյից։ Մենք ունենք Գագիկ Ղազարյան, 5-յակի աշխարհի չեմպիոն, Գուրգեն Թութխալյան, Տիգրան Կիրակոսյան եւ մի շարք աշխարհի չեմպիոններ, բոլորի անունները հիմի որ թվարկեմ, մենք աղջիկներից, կանանցից եւ տղամարդկանցից բավականին շատ աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոններ ունենք եւ մեր հայկական սամբոն, քանի հիմնված է հայկական կողքի տեխնիկայի վրա, մենք առանձնանում ենք մեր յուրահատկությամբ եւ միշտ աշխարհում ռեյտինգի մեջ մեր մարզաձևը Հայաստանը երրյակի մեջ է եղել, երրյակ, 5-յակ, այսինքն այս ռեյտինգը միշտ պահել ենք բարձր, ի շնորհիվ մեր ոճայինության, մեր կամայական այդ պատրաստակամության համար եւ այո, այսօր այդ չեմպիոնների ոսկեփայլ ընթացքը նաև բերում է մեր նոր սերունդերին, որ պատրաստ լինեն եւ եթե չգերազանցեն, գոնե պահպանեն, բայց մենք տեսնում ենք, որ մենք գերազանցելով գնում ենք եւ որի համար շնորհակալ եմ մեր մարզիկներին, մարզիչներին եւ մեր ամբողջ սպորտային ընտանիքին այդ ռիթմը, հզոր ռիթմը պահելու համար։
Ամբողջովին չանդրադառնանք բոլոր մեդալներին, որոնք որ մեր հավաքականի ներկայացուցիչները նվաճեցին այստեղ նախորդ հանգստյան օրերին աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ, բայց դուք նշեք, թե ումից ենթադրենք ավելի մեծ արդյունք եք սպասում, ումից ոչ, բայց ստացաք այս արդյունքը, դե պարզ է, առաջնայինը կնշեք այն մարզիկին, ով որ ոսկե մեդալ է նվաճել։ Այո, մեր անցած տարվա աշխարհի գավաթակիրն է եւ տիտղոսը պաշտպանեց Սարգսյան Կարեն, բավականին լավ մարզիկ, հավասարակշռված, նպատակասլաց եւ կարողացավ հաղթել աշխարհի չեմպիոնների իրեն քաշային կարգում։ Դա բավականին նուրբ եւ խելացի գոտեմարտ էր, որը գոտեմարտներ էր, որը ինքը կարողացավ ցույց տալ բարձրակարգ սպորտ եւ տիտղոսը պաշտպանեց, որի համար իրան շատ շնորհակալ ենք։ Մեր բոլոր մարզիկներն էլ պարտվելուց, այսինքն կիսաեզրափակիչում, դա կարող է մի միավորի պարտվեցին այդպես կամ նկատողությունով կամ քանի որ մեզ մոտ Հայաստանում խտրականություն չկա, գորգն է ցույց տալիս եւ բոլորը գիտեն, որ նենց չի որ եկել են Հայաստանում պետք է անցկացվի միջոցառումը, պետք է Հայաստանին ուրիշ աչքով նայել, ոչ։ Ինչ սպորտը ցույց տվեց, դա էլ եղավ երրորդ տեղն էլ աշխարհի գավաթում 11 սպորտսմեն նվաճելով, դա բավականին բարձր արդյունք է, այս հաղթանակին հասնելու նրանք հաղթել են նույն չեմպիոններին, գավաթակիրներին, Եվրոպայի չեմպիոններին, որ կարողացել են այդ բրոնզը նվաճել եւ դա պատվո հարթակի վրա տեղ ունենալ ամենայն դեպս, դա քիչ եւ հաղթելով ուժեղ սպորտսմեններին, հաղթելով ուժեղներին արժանացել են այդ մեդալին։ Այլ անուններ կնշեք, ովքեր որ հետագայում, ինչպես դուք նշեցիք, մինչ այդ որ հնարավորություն կունենան պայքարելու նաև աշխարհի առաջնությունում, այսինքն իրենցից ակնկալիքները բարձր կլինեն։ Որ անուն առանուն չնշեմ, ես կուզենամ, որ այդ անունները ճիշտ եմ հասկանում, որովհետեւ մեկը չնեղանա, այդպես որը մեկը չնեղանա, այո։ Ես կուզենամ խոսեմ տիտղոսակիր սպորտսմենների մասին արդյունքից հետո։ Թող պատրաստվեն, մեր ազգային հավաքականը բավականին պատրաստ է հիմա Եվրոպայի եւ աշխարհի։ Կուզենամ խոսեմ արդյունքները երկիր բերելուց հետո, անունները շեշտեմ եւ ներկայացնեմ մեր հանրությանը։ Պատրաստ ենք։ Հավաքականի մարզիչները Վովիկ Խոջոյանը եւ Հայկ Ավետիսյանը քրտնաջան աշխատանք են անում, կուզենամ հավաքականի մարզիչների անունները շեշտեմ, քրտնաջան աշխատանք են անում պատրաստելով մեր ամբողջ թիմին այս ստուգատեսներին եւ վստահ եմ, որ այդ անուններով, այդ մեդալներով մենք կգանք էլի ձեզ մոտ եւ կխոսենք այդ մարդկանց, այս սպորտսմեններին անուն առանուն։ Չափազանց դիվանագետ եք դուք որպես հայկական սամբոյի այսպես կառավարիչ կառույցի ղեկավար, վստահ եմ, որ նշաձողը բավական բարձր եք սահմանում, բայց միաժամանակ չեք ուզում այդ բարձր նշաձողով հոգեբանական ազդեցություն գուցե բացասական իմաստով ունենալ։ Հակառակը փորձում եք ամեն ինչ շատ դրականորեն անել, որպեսզի դրական տրամադրվածություն լինի մեր մարզիկների եւ մարզիչների մոտ։ Տեսեք, արխիվում որքան հասկանում եմ Եվրոպայի առաջնությունն է, դուք նշեցիք, որ Հայաստանում անցկացված աշխարհի գավաթի խաղարկությունը առաջին վարկանիշայինն է։ Հետագայում Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններն են, որտեղ են անցկացվում, երբ եւ ինչ կազմով է Հայաստանը այնտեղ ներկայանալու, թե դեռևս վարկանիշային այլ միջոցառումներ, մրցաշարեր կլինեն, որոնց նաեւ արդյունքում կկազմվի Հայաստանի հավաքականը։ Հայաստանի հավաքականը արդեն իսկ կազմված է, մենք Հայաստանի առաջնությունից հետո արդեն իսկ բոլոր ստուգատեսային աշխատանքները կատարել ենք, երիտասարդ պատանիների Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Սերբիայում, Նովի Սադ քաղաքում, մենք կմեկնենք ամսի 20-ին եւ մեծահասակների Եվրոպայի առաջնությունը կմեկնարկի Թբիլիսիում, Վրաստանում մայիսի 21-ին եւ նույնպես
թմերի հետ աշխատանքները գնում են նախապատրաստական ուսումնամարզական հավաքները կմեկնարկեն մրցումներից մի քանի օր առաջ։ Հիմա իսկ արդեն ուսումնամարզական հավաքները Նովի Սադ գնալու հետ կապված արդեն ընթացքում են։ Պատրաստում ենք սպորտսմեններին, քանի որ պատրաստվելը ոչ միայն սպորտային է, նաև հոգեբանական այդ պատրաստված լինելը բավականին կարևոր է, որովհետև օրենքները շատ խիստ են, սպորտսմենի պահելաձևը գորգի վրա շատ կարևոր է, ամեն ինչը պետք է ընդգծված լինի, քանի որ գորգի վրա ժողովրդական լեզվով ասած ներում բեկում չկա, կա ճիշտ պահելաձև, ճիշտ սպորտային ընթացք, որ կարողանանք հաղթենք։ Ուժեղ լինելը միայն հաղթանակ չէ, պետք է ուժեղ լինել գիտակցությամբ, եւ այս աշխատանքներն ենք նաեւ մենք անում, եւ նաեւ դրանով իրականում մենք առանձնանում ենք, քանի որ կազմակերպչական այդ բռունցքը մեր սամբոյի ընտանիքի մեջ հստակ դրված է դիսցիպլինան եւ մի քանի անգամ հղկելով, ընդգծելով, պատրաստվելով, տրամադրվելով գնում ենք մեր աշխատանքը անենք եւ հետ գանք մեր պետություն։ Մեր ունկնդիրներին եւ ակնդիրներին հիշեցնեմ, որ իմ հյուրն է Հայաստանի Սամբոյի Ֆեդերացիայի նախագահ Միքայել Հարապետյանը։ Պարոն Հարապետյան, նաեւ այստեղ պետք է որոշ չափի մանրամասնենք Հայաստանում անցկացված աշխարհի գավաթում երկու տեսակեր, չէ, մարզական եւ մարտական սամբոն, բայց ինչպես դուք կմանրամասնեք, կան 4 տեսակներ սամբոյի եւ զինվորականների միջև անցկացվող մրցաշարեր կան, նաեւ հատուկ ծառայությունների, բայց հիմնականը մարզական եւ մարտական սամբո տեսակներն են, ինչով են իրարից տարբերվում։ Այո, սամբոյի մեջ կա 4 ուղղություն, բայց սպորտային սամբոյի մեջ մենք ունենք մարտական եւ սամբո, sense վերցնենք, սպորտային սամբո, մարտական սամբոն տարբերվում է նրանով, որ մենք ունենք հարվածային տեխնիկա, ունենք խեղտող, ջարդող տեխնիկա։ Եվ սա է տարբերությունը, բավականին պաշտպանողական եւ հզոր է, նաեւ մերթ ագրեսիվ, կարելի է ասել, մարտականը։ Սպորտային սամբոն իր կլասիկ հնարքներով եւ հմտություններով բավականին հետաքրքիր է, քանի որ սամբոն դա մարզաձևերի սինտեզ է եւ այդ մարզաձևերից վերցրած հնարքներն ու հմտությունները եւ նաեւ փիլիսոփայությունը սպորտային սամբոն սարքում են բավականին գեղեցիկ եւ վստահ եմ բոլոր այն մեր հյուրերը սպորտսմենները մարզասերները ովքեր որ հնարավորություն են ունեցել վայելել այդ տեսնելով այդ գոտեմարտեր տեսել են ինչքան հետաքրքիր գոտեմարտեր են լինում Եթե խոսենք զինվորական սամբոյի մասին, զինվորականը դե մի քիչ արդեն տարբերվում է, քանի որ կա զենքի կիրառություն, կա դանակի կիրառություն, կա մահակի կիրառություն, սա կա եւ հատուկ ծառայությունների սամբոն դա լրիվ առանձնանում է, քանի որ եթե վերցնենք ամբողջ աշխարհում, պետական մեր ղեկավարների թիկունքում կանգնած են այնպիսի պատրաստված մասնագետներ, ովքեր որ պետք է իմանան այս բոլոր 3 աստիճանները սպորտային, մարտական, զինվորական եւ հատուկ ծառայություններին բնորոշ տեխնիկա։ Սրանք են տարբերությունները։ Հետաքրքիր է, իհարկե սամբոյի պատմությանը եթե նայում ենք, իսկ վստահ եմ մեր ունկնդիրների մեծ մասը գիտի սամբոն որտեղ է ծնվել, ինչ պատմություն ունի, սամբոյի հիմնական երկրները, որտեղ որ սամբոն բավական զարգացած է, դա հետխորհրդային պետություններն են, նաև սոցիալիստական ճամբարներ, նախկին սոցիալիստական ճամբարը եւ այլ պետություններ, որոնցում որ սամբոն այսպես տարածում գտավ եւ ամրապնդվեց։ Հիմա հետաքին մի դրվագ նախորդ հանգստյան օրերին Հայաստանում Երևանում անցկացված սամբոյի աշխարհի գավաթի եզրափակիչներից մեկում ես տեսա Ռուսաստանի եւ Ուկրաինայի մարզիկներին մարտնչելիս ոսկե մեդալի համար, տիտղոսի համար, ինչպես ապահովեց այդ ի վերջո այս երկրների մարզիկները կարծես թե տարբեր այլ մարզաձևերում
ինչ որ մի յուրահատուկ տենց լարվածություն կա, ոչ մարզական ինչ որ վիճակներ են, այստեղ Երևանում չզգացվեց դա կարծես թե։ Ձեր խոսքից սկզբից կամ սամբոն իբրև մարզաձև ստեղծվել է 1938 թվականին։ Սամբոն սինտեզված մարզաձև է, որտեղ կա հայկական կողը, վրացական չիդաոբան, կուրաշ, կուրես, տրենտա, սումո, ձյուդո, ամերիկյան տիպի ըմբշամարտ եւ այլ մի քանի դիսցիպլինաներից հավաքված մարզաձև է, կարելի ասել հենց ծնված օրվանից միջազգային մարզաձև է եղել, բայց ինչ-ինչ պատճառներով միտքը գնում էր, որ քանի ռուսական մարզաձև, բայց նման բան չկա, մենք այդ միջազգային ֆորմատը եւ փիլիսոփայությունը պահում ենք եւ տարածում ենք սամբոյի հետ կապված եւ Բայց ամենից շատ տարածվածությունն է իսկապես հետխորհրդային երկրներում է, թե ոչ։ Հիմա 151 երկրում սամբոն արդեն զարգանում է։ Եթե վերցնենք մեր աշխարհի առաջնությունները, կտեսնենք, որ 90 երկիր եւ ավելի են մասնակցում եւ զարգացումը գնում է բավականին արդյունավետ եւ ինտենսիվ։ Սամբոն ամեն օր ամեն պետությունում իրեն դիրքը ակումբների, դպրոցների ֆորմատով մեծանում եւ ընդլայնվում է։ Եթե խոսենք այն պետությունների մասին, ովքեր որ ավելի շատ ուշադրություն են դարձնում, իմ երազանքն էլ է, որ այսա կասեմ ինչ է երազանքս, որ մեզ մոտ էլ լինի նման մի բան, օրինակ Ռուսաստանում սամբոն դպրոցական ծրագրի մեջ է, Ուկրաինայում սամբոն դպրոցական ծրագրի մեջ է, քանի որ հասկանում են, ընդունում են, որ հենակետային մարզաձև է, ինքնապաշտպանություն առանց զենքի, ուժեղների մարզաձևն է, որի մեջ ագրեսիա չկա։ Երեխաները դաստիարակվում են ճիշտ փիլիսոփայությամբ, ոչ ագրեսիվ պաշտպանողական, բայց նաև ուժեղ։ Եվ վերցնենք այլ միջազգային դիսցիպլինաները, UFC կազմում այն սպորտսմենները տիտղոսակիր, հա, չեմպիոնները բոլորը չասեմ մեծամասնություն ունեն սամբոյի հետ կապվածություն։ Անունները տվեք, պարոն Ֆյոդոր Եմելյանին կա, Խաբիբ, Մախաչև, Ծառուկյան Արմանը ըմբշամարտիկ է նաև, բայց ունի մարտական սամբոյի եւ սամբոյի արմատ, որը նույնպես մեր պետությունը ներկայացնում է, եւ նաև այլ սպորտսմեններ կան, ովքեր սամբոյի անունը բարձրացրեցին բավականին բարձր։ Այսօր ամբողջ աշխարհը խոսում է թե սպորտային սամբոյի մասին, թե մարտական սամբոյի մասին, թե սամբոյի փիլիսոփայության մասին, թե սամբոյի ուժի մասին, եւ մի հետաքրքիր բան էլ ասեմ, մեր կարգախոսը, սամբիստների կարգախոսը շատ հետաքրքիր եւ ուժեղ է։ Սամբոն դա ընտանիք է։ Ընտանիքը դա ուժ է։ Իսկ ուժը դա խաղաղություն է։ Հիմա անդրադառնամ ձեր մյուս հարցին, որ ոնց եղավ, որ այդ սպորտսմենները Ռուսաստանի եւ Ուկրաինայի կարողանում են միտեղ լինել եւ ստրես չլինի։ Հենց դա այդ ընտանիքի գաղափարն է, որը ապրում է բոլորիս մեջ։ Մենք խաղաղության զինվորներ ենք։ Բոլորս։ Մենք գալիս ենք ցույց տանք աշխարհին, որ սա խաղաղության գորգն է եւ այստեղ մենք մեր ուժերն ենք փորձում, հաղթողը հաղթում է, բայց մենք ընտանիքի մեջ մնում ենք հզոր եւ պինդ։ Նաեւ մի հետաքրքիր բան կուզենամ ասեմ, ինչի այդ ստրեսը չկա։ Այն կենտրոնում, որտեղ որ մենք անցկացրեցինք այդ միջոցառումը, Գազպրոմ արենան ինքը հետաքրքիր սարքված է, որ սպորտսմենների լոգիստիկան էլ կարողացանք ճիշտ կազմակերպել, որ մաքսիմալ այս ամեն ինչը ճիշտ լինի, զգուշությունը լավ բան է։ Եվ դրա շնորհիվ էլ մենք ունեցանք նաև որ բախումներ չէին լինելու, բայց դա էլ էր հետաքրքիր։ Ռուսաստանը մասնակցում էր ամբողջ թմով 50-ից ավել սպորտսմեն, նույնը Ուկրաինան։ Դելեգացիաները նստած էին, դիվանագիտական դելեգացիաները նստած էին սրահում։ Դա էլ շատ հետաքրքիր է, որ մեր միջոցառումներին, քանի որ գիտեն հիմքն ու արմատը ընտանիքն է, ուստեղ խնդիր չի կարող լինի, բոլորը առանց ստրեսի ներկա էին սրահում եւ ամենակարևորը կարող եմ ասել, մեր պետությունն է դրան շատ մեծ ուշադրություն դարձնում, որ այդ ստրեսը վերացնի, բոլորը ապահով
գալիս են Հայաստան եւ Հայաստանից գնում են։ Անկամ նույն ճաշարանում են իրար հետ ճաշում եւ դա ցույց է տալիս աշխարհին, որ պետք է դադարեցնեն պատերազմները, խոսեն խաղաղության մասին, որովհետեւ խաղաղությունը սպորտը բերելու է, սպորտը խաղաղության թեւ ու թիկունքն է, որ պահպանիչ հրեշտակն է, sense կարող եմ ասել եւ Սամբոյի միջոցով էլ մենք դա ցույց ենք տալիս եւ շնորհակալություն եմ հայտնում իրականում բոլոր մարզական կազմակերպություններին, ազգային ֆեդերացիաներին, Սամբոյի ընտանիքի անդամներին, որ այս խաղաղության բարի լուրը կարողանում ենք Հայաստանից ցույց տանք ամբողջ աշխարհին։ Հայաստան գալը դա ապահով է, Հայաստան գալը դա հրաշալի է եւ բոլորը իրենց տանն են զգում իրենց եւ մեզ մոտ անց է կացվում այս բարի մթնոլորտում, որը շատ լավ է։ Եվ այսպիսի ցուցանիշներն են նաև հիմքում այն որոշման, որ այսպիսի խոշոր միջոցառումը, խոշոր մրցաշարը յուրաքանչյուր տարի պատվիրակել Հայաստանին, Երևանին։ Շնորհակալ եմ ձեր կատարած աշխատանքի համար, պարոն Հայրապետյան։ Իդեպ ոչ միայն մեծահասակների, այլ նաև պատանիների եւ երիտասարդների սամբոին եք մեծ ուշադրություն դարձնում։ Նաև այս նախորդ հանգստյան օրերին աշխարհի գավաթի այդ ծրագրում կար նաև տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց մրցաշարեր, դրա մասին էլ խոսեք։ Այո, մեր մարզաձևը Սամբոն մեծ ուշադրություն է դարձնում մեր ընկերներին, ովքեր որ այդ խնդիրները ունեն։ Բոլորի համար շատ հետաքրքիր էր, թե ոնց կարող է մարդը չտեսնի, բայց մարտնչի։ Շատ կարևոր մի բան է, որ գորգը զգում են։ Այո, այս առաջի անգամ աշխարհի գավաթի շրջանակում այս միջոցառումը անցկացվեց Հայաստանում, բայց այս միջոցառումը, այս դիսցիպլինան անցկացնելով ստեղ բավականին ուշադրություն էր պետք։ Բոլոր սպորտսմենները Հայաստան գալով հատուկ կլինիկաների միջոցով ստուգվեցին, որ ամեն ինչ նորմալ է, առողջությունը բավարար է, նաև տեսողությունն են ստուգում, որ համապատասխան լինի, որ ոչ մի տեսակի խտրականություններ չլինի, եթե խոսում ենք, որ այս ընկերները այս դիսցիպլինայի մեջ պետք է մասնակցեն, նենց չլինի, որ օրենքները խախտենք, դա բարձր մակարդակով անցկացվեց ստեղ այդ ստուգումները եւ բժշկական հետազոտումները եւ հենց առաջի օրը առաջին մրցակցող դուրս եկան մեր այդ սպորտսմենները, ցույց տվեցին բավականին որակապես լավ սամբո, բոլորը զարմացած էին եւ ելի նորից Հայաստանին հետ գան, որ առաջի անգամ Հայաստանը վերցրեց իրեն վրա այդ պարտականությունը, դժվար մի բան, կազմակերպչական առումով դա բավական բարդ է, բավականին բարդ է, այսօր հյուրընկալել մեր ընկերներին այդ խնդիրներով, սկսած իրենց լոգիստիկայից, իրենց պատրաստելուց եւ ամեն ինչը բավականին ընդգծված պետք է լինի, որ բոլոր իրենց շատ լավ զգան եւ մեկ խնդիր չունեցանք։ Ամեն ինչը շատ սահուն էր, շատ լավ էր, բոլորը շատ գոհ էին եւ վստահ եմ այս հնարավորությունը այդ մարդկանց տալիս է ավելի շատ տեսնելու հնարավորություն։ Այն ինչ որ իրենք գորգում զգում են եւ այդ հաղթանակ այդ ոսկիները, այդ փայլը, այդ ամեն ինչը դա կյանքի ստիմուլ է, առաջ գնալու ստիմուլ է, որը մեր մարզաձևի միջոցով, մեր պետության միջոցով մենք կարողացանք ապահովենք մեր ընտանիքի անդամների համար։ Իրադարձային առիթներից մեկը մեր զրույցի նաև նախորդ օրերս անցկացված Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայում ընտրություններն էին։ Դուք վերընտրվեցիք նախագահի պաշտոնում եւ շարունակելու եք ղեկավարել այս կառույցը, վստահ եմ, որ դրա հիմքում այս վերընտրվելու ցուցադրած արդյունքներն են նախորդ տարիների եւ կատարած աշխատանքը արդյունավետ Սամբոյի ընտանիքը դա գնահատում է ամբողջական։ Դուք էլ փաստացի ղեկավարում եք հայկական ընտանիքը եւ այդպես առաջ եք գնում։ Պարոն Հայրապետյան, ընդհանուր առմամբ միջազգային կառույցի հետ աշխատանքը ինչպիսին է, վերջին րոպեներն են մեր զրույցի։ Ես որպես Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի նախագահ
այո, վերընտրվեցի, շնորհակալություն եմ վստահության համար, շնորհակալություն եմ հայտնում վստահության համար իմ մեծ ընտանիքին Սամբոյի։ Մենք բավականին մեծ արդյունքների ենք հասել։ Ես նաև Եվրոպական ֆեդերացիայի առաջի փոխնախագահն եմ, նաև միջազգային Սամբոյի ֆեդերացիայի կազմկոմիտեի անդամ։ Ես ասելով մենք, Հայաստանը ունի այդ դիրքը, եւ միջազգային Սամբոյի ֆեդերացիայում գոյություն ունի բիզնես դեպարտամենտ, այդ դեպարտամենտն եմ ղեկավարում, որը օգնում է բիզնեսների ինտեգրացիայի միջոցով օգնել ազգային ֆեդերացիաներին, որ պետությունից շատ կախում չունենանք, շատ սպասելիքներ, շատ չպահանջենք, այլ կարողանանք միջավայր ստեղծել, որ բիզնեսը, հովանավորի սպորտը այս դիրքը Հայաստանինն է, որի համար մենք ամեն օր աշխատանքներ ենք անում։ Այո, Հայաստանը այսօր շատ հզոր ամրապնդված է միջազգային Սամբոյի ընտանիքում, մեր դիրքով, մեր դերով, մեր մրցավարական բլոկը, Հայաստանի մրցավարական բլոկը բավականին հզոր է, նաև մեր մրցավարները միջազգային մրցավարական այդ գործընթացի մեջ լուրջ դեր են զբաղեցնում։ Ունենք A դասի մրցավար, որը մեր Ազատ Անդրեանն է, կարող եմ իրեն անունը շեշտել, քանի որ ամենադժվար ստուգատեսային գոտեմարտերը վարում է մեր Հայաստանի ներկայացուցիչը Ազատ Անդրեանը։ Այսինքն որակական առումով Հայաստանի Սամբոն միջազգային ընտանիքում առաջնային դիրքերում է։ Եվ ի շնորհիվ այն հզոր ուժի, որը որ մենք ունեցել ենք եւ ունենք եւ տանում ենք առաջ, իմ հայրս եղել է երկար տարիներ Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի նախագահ, ես ծնվել եմ Սամբոյի ընտանիքում եւ Սամբոն ինձ համար կյանքի ուղի է եւ ինչի եմ ես ասում ընտանիք, որովհետեւ ես Սամբոյի ընտանիքում ծնվել եմ, ընտանիքում ապրում եմ, ընտանիքի ջերմությունը միջազգային զգում եմ եւ ամեն օր ամեն ինչ անում եմ, որ այդ ընտանիքը հզոր լինի եւ ամուր։ Շնորհակալ եմ, պարոն Հայրապետյան, հետաքրքիր զրույցի համար։ Մեր ունկնդիրներին եւ ակնդիրներին հիշեցնեմ, որ իմ հյուրն էր Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը։ Ես Դավիթ Հաղաբեկյանն եմ, շարունակեք հետևել մեզ առայժմ։ Sportcast